Հայաստանի Հանրապետության անկոտրում, արարող, հյուրասեր, պայքարող, իմաստուն և պետականատեր ժողովուրդ, ի սրտե ողջունում եմ ձեզ և խոնարհվում ձեր առաջ։ Եկեք մեկ անգամ ևս ուժգին ծափերով ցույց տանք, թե ինչքան ենք սիրում իրար, թե ինչքան ենք սիրում մեր Հայաստանը, իր բոլոր բնակավայրերով, քաղաքներով, մարզերով և մայրաքաղաք Երևանով, և թե ինչ ուժ ենք մենք։ Հայաստանի անկոտրում ժողովուրդ, դու մեր հազարամյա պատմության ընթացքում միշտ ես սիրել հայրենիքդ, քրտնաջան աշխատել ես, արարել ես և հողին կպած պահել ես մեր ինքնությունը, տվել ես ամենաթանկը, քո որդիներին, որ հարատևենք և ի շնորհիվ այդ սիրո և անգամ հառնելու ունակության մենք ապրել ենք դարեդար և այսօր եկել հասել ենք ու ապրում ենք մեր խաղաղ օրերը։ Հայաստանի պայքարող ժողովուրդ, ցավոք սրտի պատմության ընթացքում մեր աշխարհիկ ու հոգևոր առաջնորդները, տերերն ու էլիտան ոչ միշտ են կիսել այդ սերը առ ժողովուրդ և հեռանալով ձեզնից, Հայաստանի նկատմամբ հավատը կորցնելով և չհավատալով մեր ներուժին, աղավաղել են մեր ճակատագիրը և ստիպել են, որ մեր ժողովուրդը իր հայացքը ուղղի դեպի դուրս, օտարափեր և ապրի կարոտախտով։ Նրանք շատերը իրանց հարստության մոլուցքը դիմել են տերերին, մեծ ու փոքր տերություններին, բայց ոչ երբեք ձեզ։ Բայց այսօր մենք ունենք մի բացառիկ իրավիճակ, երբ դուք, սիրելի ժողովուրդ, սիրում եք պետությունը և պետությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սիրում է ձեզ, ամեն մեկից և բոլորից։ Վարչապետ, Նիկոլ, վարչապետ։ Սիրելի ժողովուրդ, մենք միշտ դիմել ենք միայն ձեզ, իշխանություն հայցել ենք միայն ձեզնից և եկել ենք միշտ ապահովելու ձեր անվտանգ, խաղաղ, բարեկեցիկ ու երջանիկ կյանքը Հայաստանում։ Մեր խաղաղասեր ժողովուրդ, ձեր պետությունը Հայաստանը այսօր սիրում է ձեզ և այդ սերը արտահայտում է մեր ծրագրերով։ Երեխայի ծնվելուց, երբ տալիս ենք միանվագ նպաստ, ամսական նպաստ, երբ տալիս ենք առողջապահություն, երբ նրան տալիս ենք բարեկեցիկ մանկապարտեզ, դպրոց, խաղահրապարակ, բակ, ճանապարհ, սիրելիներս, այսօր մեր պետությունը սիրում է երեխային, սիրում է իր զինվորին, սիրում է իր շինարարին, սիրում է իր բժիշկներին, ուսուցիչներին և ամեն քաղաքացու։ Բայց մեր սերը այս վերջին տարիներին մենք փորձել ենք հատուկ արտահայտել մեր ավագ սերնդի նկատմամբ։ Սիրելի ժողովուրդ, երկար տարիներ դուք ներդրել եք ձեր կյանքը, նվիրումը այս երկրի կառուցմանը և ես ուրախ եմ, որ 30 տարի ի վեր առաջին անգամ պետությունը ձեզ սիրելով հոգ է տանում ձեր առողջության մասին, ապահովելով պետության հաշվին առողջության համընդհանուր ապահովագրություն և նվազագույն սպառողական զամբյուղը ապահովող կենսաթոշակ։ Սա միայն սկիզբն է, սիրելիներս։ Մենք սիրում ենք ձեզ և ուրախ ենք, որ վարձահատույց ենք ձեզ արդեն։ Բայց ամենակարևորը, Հայաստանի սիրելի ժողովուրդ,
մենք անցնելով դժոխային ճանապարհներով 21 թվականին ապավինեցինք ձեզ եւ խնդրեցինք վստահել մեզ, որ ապագա կա եւ մենք կհասնենք ապագային։ Ձեր իմաստությամբ տվեցիք դուք ձեր քվեն մեզ եւ պատվիրեցիք խաղաղություն հաստատել, դուրս հանել Հայաստանը անընդհատ կրկնվող պատմական ցիկլից ու անընդհատ նահատակվելու փոխարեն ապրել Հայաստանում, արարել Հայաստանում, երջանիկ լինել Հայաստանում։ Եվ այսօր ես շնորհավորում եմ մեզ բոլորիս, որ մենք ձեզ հետ միասին վարչապետի առաջնորդությամբ հասել ենք մեր խաղաղ ու երջանիկ պետության հանգրվանին եւ այսօր էլ միահամուռ ենք, քան երբևէ, միացապեր։ Եվ հունիսի 7-ին բոլորս ամբողջ հանրապետությունով գնում ենք ընտրատեղամաս, վերցնում ենք Հվյաթերթիկ համար 16-ը եւ տեր ենք կանգնում մեր պետությանը, մեր ինքնիշխանությանը, մեր սիրելի Հայաստանի Հանրապետությանը։ Սիրելիներս, մենք հունիսի 7-ին նաև հնարավորություն ենք ընձեռելու, որ այս ապիկար ընդդիմությանը ուղարկելով քաղաքական աղբանոց նոր ընդդիմություն ձևավորվի, որը չի խաբի, չի փորձի կաշառի, չի փորձի օտարներին դիմի, եւ դա լինելու է նաև այս հունիսի 7-ի սկիզբը։ Եվ այսպես ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, սիրում ենք ձեզ շատ եւ շնորհակալ ենք։